Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա լրացնելու, ահա այս տարբերակով եւ իհարկե հենց հիմա հրավիրում եմ Facebook-յան հարթակ, այնտեղ հասանելի ենք live stream-ի տարբերակով, դրա համար պետք է մուտք գործեք Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ եւ կտեսնեք մեզ։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր դիտարկումներ թողնել։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր է, ճարպակալման միջազգային օր, այսպես է կոչվում այս օրը, մարտի 4-ը, եւ մենք քննարկելու ենք ճարպակալման ռիսկերը, ռիսկի գործոնները, ավելի ճիշտ, ռիսկի խմբերը մեծահասակների շրջանում, արկա մեթոդները դրա դեմ պայքարի, ինչ է առաջարկում այսօր բժշկագիտությունը եւ իհարկե բարիատրիկ վիրահատությանն էլ կանդրադառնանք որպես այսպես առանձին եւ վերջնական լուծում, այդպես են ասում, որ սա ամենավերջնական եւ կտրուկ կատեգորիկ լուծումն է։ Իսկ այս ամենի մասին զրուցելու ենք ընդհանուր լապարասկոպիկ եւ բարիատրիկ վիրաբույժ Վահագն Համբարձումյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պատրաստ եք խոսել ճարպակալման միջազգային օրվա վերաբերյալ։ Նախ ուզում եմ հիմա ներկայացնենք, թե ինչու է ճարպակալման խնդիրը գնալով ահագնանում, այսպես են պնդում տարբեր բժիշկներ, նույնիսկ ձեր գոլեգաներ այլ նեղ մասնագիտացման, ովքեր առնչվում են ճարպակալման հետևանքների եւ ստիպված են բուժել հենց այդ հետևանքները։ Ինչու է սա հետաքրքիր, որովհետեւ ինֆորմացիան բաց է, ամենուր եք համացանց, որտեղից ուզում ես կարող ես գտնել ինչպես չճարպակալվել, ինչպես պայքարել ճարպակալման դիմաց, ինչպես կորցնել ավելորդ քաշ եւ այլն եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, որ մարդկանց մոտ տոկոսը մեծանում է ու Հայաստանը բացառություն չէ։ Ինչ եք դուք կարծում։ Ճարպակալումը դա գլոբալ խնդիր է, այսինքն մեր ողջ երկիր մոլորակի բնակչության խնդիրն է։ Եվ ճարպակալման դեպքերը տարեց տարի ավելանում են, այս սպայդրությամբ 1 միլիարդից ավել անհատներ կան ճարպակալումով տառապող եւ Հայաստանը բացառություն չի։ Մեր Հայաստանում, մեր երկրում մենք նույնպես ունենք 50%-ից ավել ստատիստիկ տվյալներ հավելյալ քաշի եւ 25-ից ավել ճարպակալման։ Հիմնական խնդիրները ըստ իս եւ նաեւ ըստ ստատիստիկ տվյալների դրանք են, որ աշխարհը գնում է դեպի ուրբանիզացիա եւ մարդիկ սկսում են ընտրել ավելի արագ պատրաստվող սնունդ, շատ վերամշակված սնունդ, որը միշտ չէ, որ առողջ է լինում, որը շատ արագ կարող են այդ պահին ընդունել, քաղցի ինչ որ պահանջը բավարարել եւ նաեւ մյուս խնդիրը, որ մեծ քանակությամբ նման սննդի ընդունումը առողջ ապրելակերպին չհետևելը, այսինքն ճարպակալումը դա միայն սննդային խնդիր չէ։ Դա նաև հոգեկան խնդիր է, դա նաև մարդու վարքագծի խնդիր է։ Այսինքն հիմնականում եթե վերլուծենք սնունդ ընդունելը, այսինքն մենք ինչպես ենք զգում քաղց եւ ինչպես ենք զգում, որ մենք հագեցանք, այլևս սնունդ ընդունելու կարիք չունենք։ Մի քանի կոմպոնենտ կա այս գործընթացի մեջ, բայց հիմնականը դա ստամոքսի լցվելն է։ Այսինքն ստամոքսը դատարկ է ուղեղին իմպուլս է ուղարկում, որ ես սոված եմ, սնվիր։ Ստամոքսը լցվում է, ուղեղին իմպուլս է ուղարկում, որ ես հագեցա, այլևս սննդի կարիք չունեմ։ Մարդու մոտ վատ է աշխատում ներկայում այդ։ Չէ, ոչ թե վատ է աշխատում, այլ այդ process-ը միանգամից տեղի չի ունենում։ Դանդաղ է տեղ ունենում։ Այսինքն ստամոքսը լցվելուց եւ ազդակը ուղարկելու միջև գոյություն ունի ժամանակ։ Այսինքն մենք երբ որ արագ սնվում ենք, այդ ազդակը ուշ է գնում։ Այսինքն մենք ավել ենք ընդունել։ Հասցնում ենք շատ սնվել, քան մեզ։ Շատ ավել ենք սնվում, բայց երբ որ մենք դանդաղ ենք սնվում, այդ ժամանակահատվածում մենք դանդաղ սնվեցինք, ստամոքսը լցվեց, ազդակը ուղարկեց, մենք վերջ։ Այլ հասկացանք, որ ուղեղի ազդակը ստացա, որ հագեցված եմ, այլ չենք ընդունում, բայց երբ որ արագ ենք ուտում, ստամոքսը չի հասցնում, այսինքն մենք հասանք կոպիտ ասած կոկորտին,
Նոր ստամոքսը ազդակ ուղարկեց, որ հերիքը։ Դա 20 րոպեներ, թե սա հնացած Մոտավորապես 20 ինֆորմացիա։ րոպե, կարող է մի քիչ ավել լինել, բայց պլյուս մինուս 20 րոպե։ Դրա համար միշտ խորհուրդ ենք տալիս դանդաղ սնվել։ Այսինքն մեր գերխնդիրն է հիմա այդ 20 րոպեում ձգել սննդի ընդունումը այն չափաբաժինը, որը մենք ընտրել ենք, որը խորհուրդ են տալիս չգիտեմ բժիշկները, դիետոլոգները, եւ դանդաղ ծամել, դանդաղ ուտել ու դանդաղ երկարաձգել այդ երկար պրոցեսը։ ծամել։ Օրինակ իմ սեփական դիտարկումը այդ հարցի շուրջ, երբ որ ես օրինակ սնվում եմ արևելյան սնունդ, հա, սուշի կլինի եւ փայտիկներով դու սնվում ես փոքր պորցիաներով։ Ստիպված, այո, Այո, շատ լավ ստիպված։ օգնում է։ Եվ շատ օգնում է։ Դու այսքան սնունդը ընդունելը տևում է բավականին երկար ժամանակ եւ շատ ու հագենում ես, այսքան շատ սնունդ չես ընդունում։ Բայց օրինակ մեր ստանդարտ գթալներով, հա, երբ որ մեծ քանակությամբ ուտում ես կամ ձեռքը օրինակ խորոված է, հա, վերցրեցին սնվեցիր, մեծ քանակություն ես ընդունում եւ լցում է, հələ քալցի զգացողությունը պահպանված է, որտեղ հələ դեռ սամոքսը չի հասրել այդ ազդակը ուղարկել եւ առաջանում է խնդիրը։ Եվ թե առավոտ, ցերեկ, երեկոյան այս ռեժիմով սնվում ես, դա գումարում է, բերում է խնդիրների առաջացման։ Նաև համաձայն եք, որ մեզ մոտ շատ են մշակութային սովորությունները, օրինակ հավաքվել ուտելու, ուտել խմելու հայերի դեպքում տոնենք ուտելով, ցանկացած տոն ենթադրում է իր մեջ ուտելու նաև process-ը։ Այո, մեր հայերի մեջ դա տխրենք ուտելով, այստեղ հուղարկավորության երևույթներ եւ այլն, այսինքն ամենտեղ կարծես թե արկա է ուտելը, բայց նաև ասում են հատկապես ավագ սերունդը, որ այ եթե դուք տնային սնունդ ուտեիք, նույն փլավները, ապուրները, ծվածեղ եւ այլն, այսինքն տանը պատրաստված, ձեզ դա չէր սպառնա, դուք ուտում եք դրսում, անհայտ ծագման մթերքներով պատրաստված, fast food եւ այլն, սա է պատճառը։ Հիմա արագ սնվելն է պատճառը, թե ինչ ենք ուտում, թե երկուսը միասին։ Երկուսը միասին, այսինքն մի գործոնի մեջ չի խնդիրը, ցավոք տենց լիներ, մենք շատ երևի վաղուց կկարողանայինք այս խնդրի լուծել եւ ձերբազատվել դրանից։ Առողջ սնունդն է, այսինքն որ մենք շատ դեպքերում սնվում ենք անհայտ ծագման սնունդը, որը չգիտենք ինչպես է մշակվել, օրինակ սառեցված սնունդ է եղել, թե թարմ պատրաստի սնունդ է եղել, մենք տեղյակ չենք լինում։ Երկրորդը սննդի արագ սնվելը, այո, դա եւս մեկ այլ գործոն։ Երրորդը, որ մեր օրգանիզմը դա կազմված է օրգան համակարգերից, բջիջներից, որոնց գործունեության համար պետք է էներգիա։ Մենք սնունդը ընդունում ենք դրա համար, որովհետեւ մեր օրգանիզմը ստանա իր անհրաժեշտ էներգիան եւ կարողանա կատարել իր գործունեությունը։ Եվ ճարպակալումը երբ է առաջանում, երբ մենք ընդունեցինք էներգիա, բայց ծախսը քիչ է։ Այսինքն օրինակի համար 10 միավոր էներգիա ընդունեցինք, բայց ծախսել ենք 2-ը։ Եվ այդ 8-ը ինչ որ միտեղ օրգանիզմում պետք է կուտակվի։ Այսինքն նաև ֆիզիկական ակտիվության սահմանափակումը բավականին մեծ դեր ունի այս գործընթացի մեջ։ Հաճախ հնչող հարցերից է հետևյալը. արդյոք հավելյալ կամ ավելորդ քաշ եւ ճարպակալում սրանք նույն երևույթներն են, թե ավելորդ քաշն այդքան էլ վտանգավոր չէ եւ ինչ որ կատեգորիաների է բաժանված, ինչ կասեք։ Այո, մենք մարմնի քաշի գնահատման համար ունենք մարմնի զանգվածի ինդեքս հասկացողությունը, MZI-ն, որը ունի իր ցուցանիշները 18.5-ից ցածրը թեր սնուցում, 18.5-ից մինչև 25 նորմանը, 25-ից մինչև 30-ը դա հավելյալ քաշն է, դա դեռ ճարպակալում չի։ 30-ից սկսած նոր սկսում է ճարպակալումը։ Այսինքն 30-ից մինչև 35, 35-ից 40 եւ 40-ից ավելի դրանք առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի ճարպակալումն է։ Հավելյալ քաշի դեպքում պետք է արդեն սկսել անհանգստանալ, լուծման տարբերակներ փնտրել, թե եթե մարդը մնա այդ աստիճանի վրա, նրա առողջությանը, օրգանիզմին այդքան ոչինչ էլ չի սպառնում։ Երևի ճիշտ կլինի մի հատ բաժանենք կատեգորիաների հավելյալ քաշի եւ ճարպակալման բուժման եղանակները։ Ու առաջի կատեգորիան դա սննդակարգի ֆիզիկական ակտիվության փոփոխություններն են։ Երկրորդը դեղորայքի կիրառում եւ երրորդը արդեն վիրահատություն։ Հավելյալ քաշի դեպքում ես
խորհուրդ կտամ գնալ առաջի ուղով, այսինքն սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության փոփոխություն։ Տվյալ պարագայում, եթե իհարկե պացիենտը ունի ուղեկցող հիվանդություններ, սրտանոթային, շաքարային դիաբետ, ճիշտ մոտեցումը, առողջարար մոտեցումը դա ֆիզիկական ակտիվության շատացումն է եւ սննդակարգի փոփոխությունը։ Նախ դիմում ենք հեշտ չէ իրականում շատ բարդ է, բայց օրգանիզմի համար ավելի քիչ ստրեսային եւ քիչ ինվազիվ։ Այդ դեղորայք ասացիք, դա Օզեմպիկն է, թե այլ տարբերակներ կան։ Օզեմպիկը շատ է խոսվում հիմա։ Անուններ, որպեսզի չնշենք, GLP-1 ագոնիստներ են կոչվում, բոլորը դեղորայքները, որոնք որ այս բային շուկայում կան եւ կիրառվում են, եւ դեղորայքի ազդեցության մեխանիզմը ինչն է։ Դեղորայքը բերում է ստամոքսից պարունակության դանդաղեցման, այսինքն սնունդը երկարատև է մնում ստամոքսում, դա մեկ, եւ բերում է շուտ հագեցվածության զգացողություն եւ նաեւ ախորժակի անկման որպես հետևանք։ Եվ պացիենտները, որոնք որ կիրառում են դեղորայքով, այո, կարող են ունենալ դրական արդյունքներ եւ դեղորայքը կարող է օգնել եւ օգնում է։ Այն ունի իր ցուցումները, այսինքն միշտ չի որ պետք է կիրառել դեղորայք, տեղեր կան որ պետք է գնալ վիրահատության։ Դեղորայքը դա շատ ազդեցություն չի թողնի եւ միշտ չի որ պետք է գնալ վիրահատության, որտեղ տեղեր կան որ դեղորայքը կարող է լինել ավելի օգտակար, օրինակ ճարպակալման առաջի աստիճանի դեպքում, երբ պացիենտը ուղեկցող հիվանդություններ չունի, շաքարային դիաբետ հիմնականում սիրտանոթային հիվանդություններ, կարելի է փորձել կիրառել դեղորայք, դիետա եւ եթե չօգնի, նոր գնալ վիրահատության։ Այստեղ դիետա ասելով ինչ պետք է հասկանանք, սննդի սահմանափակում, թե տեսականու ընտրություն, որովհետև հիմա շատ հակառակ կարծիքի ճամբար կա, որ դիետաները չեն աշխատում, մի հետևեք դիետաների եւ փոխեք ձեր ամբողջ կենսակերպը եւ ուտելու մշակույթը։ Հիմա դիետաները որ դեպքում են այստեղ աշխատող եւ արդիական։ Ավելի ճիշտ կներ ձեր ասածի պես ապրելու մշակույթը փոխել, այդ եզրույթը կիրառել, այո։ Հիմնականում, բայց այդտեղ դիետան մեծ դեր ունի։ Այսինքն հազար տեսակի դիետաներ կան անուններով։ Պետք է նիհարի, բայց պացիենտը պետք է նիհարի կորցնելով ճարպ, ոչ թե սպիտակուցային զանգված։ Այսինքն եթե որ պացիենտը սկսի կորցնել իր մկանային զանգվածը, դա բացասաբար է ազդելու օրգանիզմի վրա։ Դրա համար են մշակված տարբեր դիետաներ, որոնք սպիտակուցով հարուստ դիետաներ են, որպեսզի նվազի ճարպը, բայց մարմնի մկանային զանգվածը չկորի։ Իդեպ ճիշտ է, որ եթե նիհարելը զուգակցվում է մարզադահլիճով, ապա դա փրկում է մկանները, թե միևնույն է սպիտակուցը պետք է ցանկալի է զուգակցել մարզադահլիճի հետ, նաև ինչու համար, որտեվ այս պացիենտները շատեր ունենում են շաքարային դիաբետ, երբ մարմնամարզությունը իր հերթին նույնպես օգնում է շաքարային դիաբետի դեմ պայքարին։ Մկանային զանգվածը երբ որ աշխատում է, դա սկսում է գլյուկոզան օգտագործել եւ յուրացնել։ Մենք զրուցում ենք ընդհանուր լապարասկոպիկ եւ բարիատրիկ վիրաբույժ Վահագն Համբարձումյանի հետ այսօր մարտի 4-ը ճարպակալման միջազգային օր այսպես է կոչվում։ Ես ենթադրում եմ, որ այն նշվում է ճարպակալման դեմ պայքարի դրա լուծումների համար։ Մի փոքր խոսենք իգական սեռի եւ արական սեռի ճարպակալման տեսակների, եթե այսպես կարելի ասել, շատ ենք էլի լսում, որ գիտեք տղամարդիկ ուրիշ կերպ են գիրանում, կանայք ուրիշ կերպ եւ ազդեցությունն էլ տարբեր է, ինչ կասեք։ Դե իհարկե տղամարդիկ եւ կանայք ոչ միայն տարբերվում են գենետիկորեն, այլ նաեւ տարբերվում են իրենց հորմոնալ փոփոխություններով եւ կնոջ օրգանիզմում մի տեսակի հորմոններն են գերակշռում, տղամարդու մոտ մեկ այլ։ Եվ հետեւաբար ճարպակալումն է կնոջ եւ տղամարդու օրգանիզմում գնում է տարբեր մեխանիզմներով։ Տղամարդկանց մոտ հիմնականում գերակշռում է վիսցերալ ճարպակալումը, այսինքն ներքին օրգանների ճարպակալումը, կանանց մոտ հակառակը գնում է ենթամաշկային ճարպաբջանքի շատացում։ Եվ առհասարակ ճարպակալու ստեղ նաև պետք է հստակ նշել ճարպը ինչ է։ Ճարպը իրականում մեր օրգանիզմում պետքական օրգան է, ճարպը առանձին օրգան է, աշխում ճարպը կատարում է եւ պաշտպանողական ֆունկցիա, եւ էներգետիկ պաշարի ֆունկցիա, եւ խնդիրներն առաջանում են, երբ այն սկսում է շատանալ իր նորմալ քանակից։
Այսինքն ազատվել ճարպից լրիվ, Լրիվ սա պետք չի, աբսուրդ է, չի ճարպը կարելի։ մեր անհրաժեշտ օրգանն է, առանց որի չի լինի։ Ավելցուկն է ճարպի խնդիր, ոչ թե ճարպը ինքը իրանով։ Ուղղակի ավելցուկի ժամանակ ճարպը սկսում է դառնալ նաև հորմոնալ օրգան եւ նաև սկսում է արտադրել հորմոններ, սկսում է արտադրել նաև բորբոքային որոշակի նյութեր, որոնք որ օրգանիզմում արդեն սկսում են բերել փոփոխությունների։ Ու տղամարդու օրգանիզմում դա արդեն կարող է բերել ներքին օրգանների ճարպակալման, լյարդի ճարպակալման, արդեն լյարդային խնդիրների, լեուղիների խնդիրների, որը որ եթե չբուժվի, արդեն կգնա անբավարարության, նաև սրտային շատ լուրջ խնդիրների կարող է բերել սրտային անբավարարության։ Վերջերս այդպես մի պացիենտ ունեցա բավականին երիտասարդ տղամարդ, ում մոտ արդեն զարգացած սրտային անբավարարություն էր եւ արտամամման ֆրակցիան իջել էր 23% եւ Ինչ է դա մի փոքր կբացատրեք, ինչ է կատարվում այդ դեպքում մարդու հետ։ Դե նայեք, երբ որ մենք վերցնում ենք պացիենտին վիրահատության եւ կատարում ենք բարիատրիկ վիրահատություն, միջ այդ մենք պացիենտին պետք է զննենք, ուսումնասիրենք իր տարբեր օրգան համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, որովհետեւ բացի վիրահատությունից վիրահատությունը պետք է կատարվի անզգայացումով ընդհանուր, որ նարկոզ ասած է։ Եվ օրգան համակարգերը պետք է պատրաստ լինեն այդ նարկոզին, այսինքն մենակ ստամոքսի ինչ որ մի մասը հեռացնելով չի։ Օրգանիզմը պետք է ի վիճակի լինել տանել այդ վիրահատությունը։ Տվյալ պացիենտի մոտ սիրտը, երբ որ կծկվում է, մենք գնահատում ենք այդ կծկողականությունը, որը նորմայում կոչվում է արտամման ֆրակցիա։ Այդ արտամման ֆրակցիան հիմնականում նորմայում լինում է 50-55%։ Իր մոտ իջած էր 23։ Դրա համար այդ этаպում մենք չենք կարող իրան այդ ձևով վիրահատություն անել։ Տվյալ պացիենտը պետք է գնա, արդեն ստեղ դեղորայքը գալիս է մեզ օգնության։ Մի փոքր ցուցանիշը։ Մի փոքր ցուցանիշը շարժել, քաշը նվազեցնել, որպեսզի սրտի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնել, սիրտը ավելի հանգիստ աշխատի, որպեսզի մենք կարողանանք տվյալ պացիենտին վերցնել վիրահատության։ Մի այսպիսի հարց, արդյոք ճարպակալումն ունի ժառանգական նախատրամադրվածություն, թե այն ըստ էության միայն ձեռքբերովի է, միայն մեր միջավայրի սովորությունների ուտելու մշակույթի հետ է կապված կամ ընտանիքում ինչ են ուտում, դրա հետ էլ պայմանավորված է, թե այն այնուամենայնիվ մարդու կամքից անկախ գործոններ էլ ունի, որ մարդը ոչինչ չի կարող ինքը դա ժառանգել է։ Ճարպակալումը բազմապատճառային հիվանդություն է եւ այո, ժառանգականությունը ունի իր ուրույն դերը։ Եվ մարդիկ կան, ովքեր ունեն հակվածություն ճարպակալման եւ նաեւ ունեն ժառանգական խնդիրներ, օրինակ մարդ կա հենց ժառանգական նախատրամադրվածություն ունի շաքարային դիաբետի եւ իր մոտ ճարպակալման ռիսկը բարձր է։ Ճարպակալումն էլ իր հերթին էլ ավելի ավատացնում շաքարային դիաբետի վիճակը։ Այսինքն այո կան ժառանգական նախատրամադրվածություն ոչ բոլոր դեպքերում, բայց երևի առնվազն կես դեպքերում այդ գործոնը իր ազդեցություն ունի։ Սակայն իմ տպավորությամբ ավելի շատ են արտաքին գործոնները, որոնք ազդում են մարդու վրա, որոնք նա վերցնում է, յուրացնում, դարձնում իր կյանքի մի մասը, որովհետև եթե այդպես չաներ, միգուցե ժառանգականությունն էլ չաշխատեր, այսպես չպրովոկացվեր։ Նույն մեր հայ հասարակության մեջ դուք շատ լավ նշեցիք, որ մեր մեջ մտած այդ ուտելու ավանդույթը, ինչ ուզում ալնի, կլինի դա լավ առիթ, կլինի դա վատ առիթ, դա կա ուղղակիորեն կապված է սեղանի շուրջ նստելու եւ սնվելու հետ։ Ու շատ երկար սնվելու։ Այո։ Ժամեր։ Եվ իհարկե փոփոխությունները այդ ավանդույթի, այսպես ասած, մեջ կարող են ունենալ իրենց դրական ազդեցություն։ Ես օրինակ հիմա դրա մեջ նաեւ տեսնում եմ որոշակի դրական բան, այսինքն մենք երբ որ հավաքում ենք, մենք ուղղակի լուրջ չենք սնվում։ Մենք իրար հետ խոսում ենք, շփվում ենք։ Եթե օրինակ այս ավանդույթին միացվի առողջ ապրելակերպը եւ դանդաղ սնվելը, օրինակ խոսում ենք եւ նաեւ այդ ընթացքում քիչ ինչ որ մի փոքր բան սնվեցի, շարունակեցի խոսակցությունը եւ ստացվում է, որ մենք սնվում ենք, բայց փոքր պորցիաներով ու դանդաղ ու մեր մոտ ստամոքսությամբ չի լցվում միջով կերակրափող։ Դա օրինակ մի ինչ որ բան է մեր այս ավանդույթի մեջ, որ կարա դրական ազդի։ Օգտվենք այո դրական կողմերից, որ մենք սիրում ենք շփվել, հավաքվել ու դա կարելի է քիչ ծավալի, քիչ զանգվածի սննդով էլ կազմակերպել ու
տենց ուղակի բզբզալ, այլ ոչ թե մինչև կոկորդը խոսալ, ոնց որ գլխավորը դառնա մեր շփվելը, շփումը։ ոչ թե Սնունդը լինի միջոց, առաջին հերթին լինի շփումը։ Եկեք վերջին րոպեները հենց բարիատրիկ վիրահատությանը նվիրենք։ Դուք ասացիք, որ մի շարք հետազոտություններ արվում են, որի արդյունքում փաստորեն հակացություններն են դուրս բերվում, նշեցիք, որ սրտի ծանրաբեռնվածությունն է, ուրիշ ինչ հակացություն կարող է լինել, որը Հիմնականում սիրտ-անոթային անբավարարություն, շնչական անբավարարություն, պետք է նշեմ, որ հիմնական հակացությունները ավելի շատ ոչ թե կապված են բուն վիրահատության հետ, այլ կապված են այլ օրգան համակարգերի հետ եւ արդյոք ինչքանով օրգանիզմը կտանի այդ վիրահատությունը։ Հիմնականը դրանք սիրտ-անոթային անբավարարությունն է, շնչական անբավարարությունն է, ցավոք սրտի այսօր նաեւ կան դեպքեր թմրամիջոցների օգտագործման այդ պարագայում մենք նույնպես չենք անում եւ նաեւ որոշակի հակացում է նաեւ հոգեկան խանգարումների առկայությունը, ինչու որովհետեւ տվյալ դեպքում պացիենտը կարող է հետվիրահատական շրջանում այլ վարքագիծ դրսևորել, անկանխատեսելի, որ կարող է ունենալ շատ վատ հետևանքներ եւ լուրջ բարդությունների բերել։ Տարիքային որևէ սահման կարող է հակացություն լինել, մինչև քանի տարեկանն եք իրականացնում։ Տարիքային ծերունական տարիքում, ասենք 80 եւ բարձր երևի թե մենք չեն գնա, հոնային դեպսի մոտ այնպես պացիենտներ չեն եղել, բայց ոչ թե այդքան տարիքն է կարևոր, այլ ինչքան է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը ինչպիսին է, թե օրինակ պացիենտը 70 անց է, բայց սիրտը պատրաստ է վիրահատության, շնչառական անբավարարություն չունի, մենք այդ պացիենտին կվիրահատենք։ Մի այսպիսի հարց, ինչ արդյունավետություն է խոստանում բարիատրիկ վիրահատությունը կատարելիս, այսինքն ինչ հաստատ կարելի է սպասել եւ ինչի վրա պետք չէ հույս դնել, որ դուք ասում եք, գիտեք, սա անկանխատեսելի է, մենք չգիտենք ինչ կլինի։ Միջազգային տվյալները խոսում են, որ հաստատ կարելի է սպասել 30-ից 35% քաշի նվազման։ Բայց երբ, ինչ ժամկետներում, հենց վիրահատությունից օրինակ հաջորդ 1 ամսում Վիրահատության հաջորդ 1 ամսում 35% իհարկե չէ, այսինքն այդ քաշի նվազեցումը, որ ասում եմ, քաշի նվազեցումը բարիատրիկ վիրահատությունից հետո տևում է 1 տարուց մինչև 1.5 տարի։ Այսինքն ժամանակահատվածը, որ պացիենտը գիտի, որ ինքը նիհարելու է, դա 12-ից 18 ամիսն է։ Դրանից հետո արդեն գալիս է պլատոյի վիճակը, ինքը ձեռքաբերում, ինքը մի քաշի է գալիս եւ այդ քաշին մնում է։ Եվ այստեղ կարևոր է, որ պացիենտները պետք է իմանան, որ անհրաժեշտ է հետևել սննդակարգին, անհրաժեշտ է նաև պահպանել ֆիզիկական ակտիվությունը, որովհետև այո, վիրահատությունը դա ռադիկալ բուժման եղանակ է, բայց եթե չպահպանվեն խորհուրդները, վիրահատությունից հետո հնարավոր է քաշի ավելացում։ Այսինքն սա մեկընդմիշտ լուծում չէ, միևնույն է հետո պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Միևնույն է, ուղղությամբ։ պացիենտը այո պետք է աշխատի, վիտամինները պետք է անհրաժեշտ քանակությամբ ընդունեն, մեծ պորցիաներով սնունդ պետք է ընդունեն, պետք է ֆիզիկական ակտիվությանը հետևեն։ Դրանք բոլորը շատ կարևոր դեր ունեն նիհարեցման գործընթացում։ Իսկ ինչ է հուշում պրակտիկան ստացվում է մարդկանց մոտ այս ամենը իրականացնել եւ օրինակ 5+ տարի պահպանել ձեռքբերված քաշը կամ դեռ ավելին նիհարել, մարզվել, լավ վիճակի գալ։ Մեծ մաս դեպքերում այո ստացվում է։ Բայց ցավոք սրտի պետք է լինել անկեղծ, այո կան են դեպքերը, որ պացիենտները նորից քաշ են հավաքում եւ նորից գալիս են մեր մոտ եւ մենք նորից ստիպված ենք լինում իրենց հիշեցնել, որ բացի վիրահատությունից նաև կան այլ եղանակներ, սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, որին պետք է հետևել։ Այսինքն կրկնակի վիրահատվելու դեպքեր են այստեղ։ Այո, այստեղ նաև կրկնակի վիրահատության դեպքեր է լինում, օրինակ ստամոքսի երկայնակի մասնահատումից հետո կարող է անհրաժեշտություն լինել նորից մասնահատել կամ հակառակը վիրահատությունը արդեն փոխել Roux-en-Y շրջանցող վիրահատություն կատարել, դա այլի բարիատրիկ վիրահատության տեսակ է։ Մենք հարց ունենք ստամոքսի օղակավորման, հա, այդպես է կոչվում, դրա վերաբերյալ, դա արդյոք ճարպակալման դեմ պայքարի մեթոդ է հիմա համարվում, թե այլ դաշտից է, ինչ կասեք։ Ստամոքսի օղակները, օղակի կիրառումը այժմ տենց լայնորեն չի կիրառում, ինքը երևի թե չեմ սխալվի, որ ասեմ ունի պատմական նշանակություն, ժամանակին շատ է կիրառում, շատ 15 տարի առաջ։ Այո, ինքը մեծ կիրառում ուներ, բայց իր սահմանափակում ինչ ուներ, երբ որ այդ օղակը հեռացում էր, պացիենտը նորից սկսում էր մեծ քանակությամբ սնվել եւ նորից ճարպակալում էր, այսինքն դա
հարցի վերջնական լուծում չէր։ Դրա համար բժշկությունը թեքվեց ավելի արմատական լուծումներ փնտրելու մեջ եւ արդեն ներդրվեցին ստամոքսի մասնահատումների շրջանցող բերանակցությունը տարբեր տեսակի բարիատրիկ վիրահատությունների կիրառումը։ Սրանք ավելի երկարաժամկետ են ծառայում եւ ավելի արդյունավետ ավելի արմատական մեթոդներ։ Նաեւ մեզ խնդրում են լիպոսակցիային անդրադառնալ, սա էլ շատ գովազդվում է, եթե անկեղծ խոսենք, հրավիրում են շատ պլաստիկ քիրուրգներ, վիրաբույժներ, ներողություն լիպոսակցիայի, արդյոք սա տարբերակ է ճարպակալման դեմ պայքարի։ Հավելյալ քաշի դեպքում դա երևի թե արդյունավետ կլինի, բայց եթե խոսքը գնում է ճարպակալման մասին, մենք պետք է հասկանանք, որ լիպոսակցիան հետևանքն է։ Այսինքն ճարպը վերացվեց, բայց եթե անհատը շարունակում է անառողջ սնվել, ֆիզիկական ակտիվություն չունի, մի որոշ ժամանակ անց նորից այդ ճարպը հավաքվելու է, այսինքն դա վերջնական հարցի լուծում չի։ Ու կարելի է կատարել մինչև ճարպակալման սկիզբը, այսինքն այդ մզային երբ դեռ ուղղակի 25-ից է ավել։ Այո, հավելյալ քաշի դեպքում կարելի է կիրառել, բայց անհատը պետք է իմանա, որ դրանից հետո ինքը պետք է խիստ հետևի իր դիետային, որպեսզի չկրկնվի։ Նաև եւս մի հարց ունենք, արդյոք ճիշտ է, որ 120 կիլոգրամից ավելի պակաս անձանց չեք կատարում վիրահատություն։ Ոչ անձամբ դուք, այլ ընդհանրապես վիրաբույժները։ Ստեղ մարմնի զանգվածի ինդեքսն է կարող։ Եթե 120 կիլոգրամանոց քաշ ունեցողը օրինակ ունի 1.50 բոյ, այդ 120 կիլոգրամը իր համար բավականին մեծ քաշ է, եւ այստեղ պետք է վիրահատել, այսինքն մենակ քաշը չի, նաեւ մարմնի զանգվածի ինդեքսով ենք մենք վիրահատության ցուցումները դնում, ոչ թե միայն 120 կիլոգրամով կամ դրանից ավել կամ դրանից պակասով։ Ավելյալ քաշի եւ առաջի աստիճան ճարպակալման դեպքում խորհուրդ ենք տալիս ֆիզիկական ակտիվություն եւ սննդակարգի փոփոխություն։ Նաեւ շատ են ասում, որ չվիրահատելու դեպքում այլ քայլերը բավականին տանջալից են անձի համար, շատ այսպես վատ են ազդում կյանքի որակի վրա, լարվածություն են մտցնում եւ հատկապես եթե չի ստացվում, ավելորդ քաշը հետո շատ ավելի մեծ չափով հետ է գալիս, չեք կարծում, որ այնուամենայնիվ միգուցե ավելի շուտ պետք է վիրահատել ու հեշտ կլինի մարդուն։ Այո, այս խնդիրը Սա շատ է քննարկվում, որ ինչի չեք անում միանգամից, եթե մարդը եկել է, ասում է, չէ, ես չեմ ուզում զբաղվել իմ ՍՎԽ-ով, հոգեբուժի, հոգեբանի հետ, ուզում եմ քաշ կորցնել։ Էլիստեղ պետք է նշել մարմնի զանգվածի ինդեքսը։ Եվ պետք չէ հեռանալ, այսինքն միջազգային ուղեցույցներից։ Եթե մարդը այո ձեր ասած տարբերակն է, եւ եթե ինքը դրա հոգեբանի հետ աշխատել է չի օգնե, այո, մենք կգնանք վիրահատության, բայց մենք ենք միշտ խորհուրդ տալիս, որ դիմեք այլ մեթոդների, որտեղ վիրահատությունը ինքը փոխում է մարդուն եւ փոխում է մինչեւ կյանքի վերջ, այսինքն վատ իմաստով, ինվազիայի իմաստով։ Վատ չի, ինքը փոփոխությունների է բերելու, կարող է այդ մարդու կյանքում ճարպակալումը տեղի ունեցել ինչ որ ստրեսի հետևանքով։ Ու օրինակ արդիական խնդիր հետ պատերազմյան ինչ որ իրավիճակներից կախված եւ կարող է տվյալ մարդը հոգեբանի օգնությամբ կարողանալու է վերականգնվի եւ ազատվի այդ ճարպակալումից եւ իմ կարիքը որպես վիրաբույժ ինքը այլևս չունենա, այսինքն պացիենտի հետ պետք է իրականում մանրամասն խոսալ եւ հասկանալ իր խնդիրը որտեղից է գալիս։ Մենք պետք է ես վիրաբույժ եմ, իմ գործը վիրահատելն է եւ ինձ կոպիտ ասած ձեռ է տալիս, որ այդ մարդը գայս վիրահատեմ, բայց ես պետք է բուժեմ մարդուն։ Սա ամեն պատահած դեպքի համար այո, ամեն պատահածը չի, եթե այդ մարդուն վիրահատեցի, մարդու ստամոքսը փոքրացրեցի, բայց իր հոգեկան խնդիրները մնացին իր մեջ, ես իրան չեմ օգնելու։ Այդ քանի կոնսուլտացիա, քանի խորհրդատվություն պետք կգա դրա համար, որքան եք ուսումնասիրում, շատ հակիրճ։ Մի քանի զրույց Մի քանի զրույց, այսինքն անհատը եկավ մեր մոտ, մանրամասն պետք է հավաքել իր պատմությունը, որտեվ որպես օրեն գալուց իրանք ասում են, որ փորձել եմ էս, չի օգնեն օրը մեկ է։ Հետո որ մի քիչ զրուցում եք։ Իրականում քիչ են այն դեպքերը, երբ մարդ միանգամից գալիս է վիրաբույժի, որտեվ գալիս է ասում է դիետայել եմ փորձել, գնացել եմ ջիմել եմ փորձել, լողել եմ փորձել, չի ստացվել, դոկտոր ջան, եկեք վիրահատենք։ Դա ուրիշ հարց է։ Երբ որ մարդը ուղի ունի անցած, նոր է գալիս քո մոտ, բայց երբ այդ ուղին անցած չի,
խորհուրդ ենք տալիս գնալ դիետոլոգի մոտ, ֆիզիկական ծանրաբեռնություն փորձել։ Եվ պահպանում եք բարեխղճությունը։ Այո, եթե չի օգնի, այո, մենք տեղում ենք, մենք դες կվիրատենք։ Շատ շնորհակալություն, զրուցեցինք ընդհանուր լապարասկոպիկ եւ բարիատրիկ վիրաբույժ Վահագն Համբարձումյանի հետ։ Առողջ եղեք, պահպանեք քաշի նկատմամբ ուշադրությունը, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։